Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 17-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե սովորության համաձայն ասում եմ տարածաշրջանային, բնական է նկատի ունեմ մեր տարածաշրջանը, մեկը ուղղակի sense դիտարկում արեց, թե հիմա տարածաշրջանային, որ ասում եք, որը նկատի ունեք, Կանադան, Մեքսիկան, չէ, հարգելիներս, եթե ուրիշների մոտ էլ նման հարց առաջացել, ասեմ, որ ես որտեղ էլ գտնվեմ, իմ դիտանկյունը Երևանից է, այնպես որ ինչ ասում եմ այդ դիտանկյունից։ Հիմա նայենք կարևոր իրադարձությունները, որ սպասվում է Ուկրաինայի հարցով Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որովհետեւ դրանով շատ սպասելիքներ ունենք, բացի այն, որ ալյունալի պատերազմը կարող է ավարտվել, բացի այն, որ Ռուսաստանի հետ պատկերացրած հարաբերությունները, իսկ մենք կարծում ենք, որ մեր հարաբերությունները պետք է արևմուտքի հետ շարունակել, ոչ թե Ռուսաստանի հետ, եւ նոր աշխարհակարգի պարագայում շատ սպասելիքներ կա այդ հանդիպումից։ Հիմա հասկանանք ինչ նախապատրաստական քայլեր են անում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Տրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ այն չպետք է հետաձգվի։ Պեսկովը նշել է, որ Պուտինի եւ Տրամփի միջև երեկվա հեռախոսազրույցը առաջարկվել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ առաջնորդի մերձավոր արևելք կատարած հաջող այցից հետո։ Սա շատ կարևոր է, որովհետև ակնհայտ է, որ պետք է հասկանալ, ի վերջո նախաձեռնությունը ումից է գալիս։ Դոնալդ Տրամփը փորձում էր կարգավորել։ Այնպես չի, որ իրան դա հաջողվում էր։ Դոնալդ Տրամփը կամաց սկսեց ճնշումը մեծացնել Պուտինի վրա։ Որից հետո կամ Պուտինը պետք է ասեր, դե որ տենց է գնա ինչ ուզում ես սարա խաղաղությունից չխոսեք, կամ պետք է կոնտակտ որոներ, որ ասեր լավ նստենք հասկանանք ես ինչա կատարվում, որովհետև երբ որ Դոնալդ Տրամփը մի քանի հայտարարություն արեց ու Պուտինը հասկացավ, որ Տրամփը արդեն գիտի իրական վիճակը, որ Ռուսաստանը չի կարողանում առաջ գալ, որ կյանքի գնով մի քանի կիլոմետր գալիս է, հետո շատ ավելի շատ հետ են շպրտում, որ նա ուղղակի չի կարողանում առաջ գալ, ոչ թե չի ցանկանում, ուղղակի որ նրա տնտեսությունը քայքայվում է, ուղղակի որ նա լուրջ խնդիրներ ունի ռազմական ռելսերի վրա դրած տնտեսության պարագայում, որովհետև ի վերջո այսպես չի ձգի նաև սանկցիաների պարագայում։ Եվ սա է պատճառը, որ Դոնալդ Տրամփը երբ որ լավ հանգամանալից ուսումնասիրեց, հասկացավ, որ կարելի է ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Հիմա իհարկե դա ավելացնում է հռետորաբանությամբ, ու այնպես չի, որ մենք նես խաբվել ենք, հալվել ենք, մտածում ենք, էսա Տրամփը Պուտինի նկատմամբ մինչև վերջ տանելու է։ Դեռ ինքը հոգու խորքում շատ է սիրում Պուտինին։ Դեռ այդ սերը միանգամից հանել հնարավոր չէ։ Դուք նկատել եք, որ Դոնալդ Տրամփը ուղղակի շատ է սիրում դիկտատորներին։ Այն որ ինքը ասում է, ես ուժեղ մարդկանց հետ եմ շփվում, ուժեղ մարդկանց եմ սիրում։ Չէ, ինքը դիկտատորներին է սիրում։ Ինքը ասենք Կիմ Չեն Ընին, Վլադիմիր Պուտինին, Լուկաշենկոին, դե մարդու բախտը չի վերել Ամերիկայի նախագահի ընտրվել, հասկանում է, որ եթե այնտեղ ելներ, դիկտատոր ելներ, ցմահ կաշխատեր, հմիստեղ այսօր եկուց կբռնեն, կասեն գնա ձեր տուն։ Իհարկե, ամեն դեպքում կարծում եմ, որ ինքը պետք է հպարտանա, որ Ամերիկայի նախագահն է եւ մի րոպե աշխատել Ամերիկայի նախագահ ավելի մեծ հպարտություն է, քան ամբողջ կյանքդ մինչև կյանքի վերջ աշխատես որևէ դիկտատոր, հետո ոտքերն առաջ աթոռից դուրս բերեն։ Կուզենայի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որ իմ բախտը վիճակվել է աթոռին նստել, գնահատել, թե ինչ աթոռի է նստել։ Դրանից աշխարհը էականորեն կբարելավվի։ Հիմա հասկանանք Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակով։ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև զրույցը տեղի ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Իդեպ սա շատ կարևոր է, որ պարբերաբար նշում է ում նախաձեռնությամբ։ Լինում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է, հայկական կողմը պաշտոնապես երբեք չի նշում, թե ում նախաձեռնությամբ էր, բայց մեզ հետաքրքիր է, այդ ով էր որոնում այդ հանդիպումը։ Դրանից կարող ենք նաև որոշակի նախնական եզրակացություն անել։
Հեռախոսազրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել ուկրաինական ճգնաժամի վրա, Վլադիմիր Պուտինը մանրամասը գնահատական է տվել ստեղծված իրավիճակին, ընդգծելով, որ Ռուսաստանի շահագրգռվածությունը խաղաղ քաղաքական եւ դիվանագիտական լուծման հասնելու հարցում։ Հիմա արդեն Հունգարիան ոգևորված արդեն ասում է, որ Պուտինի եւ Տրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը 2 շաբաթից։ Հունգարիայում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե երկու առաջնորդների այցերը նախապատրաստելու համար։ Իդեպ առնվազն անհարգալից վերաբերմունք է միջազգային դատարանի նկատմամբ, երբ որ Դոնալդ Տրամփը գտնում է, որ կարելի է Հունգարիայում հանդիպել, որովհետև համարում է, որ Հունգարիան երկուսի կողմից էլ ընդունելի է, ինչի որովհետև Վիկտոր Օրբանը դա Վլադիմիր Պուտինի փոքր եղբայրն է Եվրոպայում նշանակված եւ նաեւ ինքը ամեն ինչ անում է ջանք ու եռանդ չի խնայում ցույց տալու թե ինչքան կարեւորում է Դոնալդ Տրամփի հետ հարաբերությունները ավելի շատ քան անգամ համաեվրոպական ընտանիքի լիիրավ անդամ լինելը այս պարագայում որպես կոմպրոմիսային տարբերակ Հունգարիան անդրած բայց վատ է որովհետեւ Հունգարիան Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ է բնական է Հռոմի ստատուտ ավերացած երկիր եւ իր պարագայում ճիշտ չի այսինքն ասել որ եթե նա գալիս է Պուտինը Հունգարիա նրան պետքա ձերբակալել եթե չես ձերբակալում ուրեմն դու չես հարգում այն ստորագրությունը որը դու ես դրել հետ վերցնել ստորագրությունդ Հռոմի ստատուտի տակից նոր հրավերը ընդունեիր ամեն դեպքում դա ցույց է տալիս որ Հունգարիան որևէ պարագայում չի ցանկանում տեղավորվել համաեվրոպական ընտանիքի համակեցության կանոններում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս իսկ նա արդեն այս հանդիպման արդեն ընթացքում նաև ցույց է տալիս թե ինչ մթնոլորտով են գնում հանդիպման Չնայած ԱՄՆ նախագահի եռանդուն դիվանագիտությունը կարող է մարդկանց մղել փոխզիջման, վերջին հաշվով պետք է լինեն երկու կողմեր, որոնք պատրաստ են գործարք կնքել, եւ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Ուկրաինան դեռևս պատրաստ չեն դրան։ Իդեպ բնական է, որ պատրաստ չէ Ռուսաստանը սկսել է պատերազմ, ցանկանում էր ստանալ առավելագույնը, իշխանություն փոխել Ուկրաինայում, դենացիֆիկացիա էր փորձում անել, ռուսական լեզուն կարևոր էր, ընդհանրապես տարածքը վերցնել ինչի մասին է խոսքը։ Բայց իհարկե ինքը այդ իր նախնական պլանավորածին բնականա չհասավ, սկի վերջնական կարող է ոչ մի բանի չհասնի։ Եվ այդ պարագայում իսկ Ուկրաինան ինչի պետք է զիջի։ Ուկրաինան պետք է զիջի, ասի դե լավ, այս տարածքի մի մասը տալիս եմ, որպեսզի մյուսի համար խաղաղություն լինի։ Իսկ ինչ է այդ տարածքը Ուկրաինայի տարածքը չի։ Այսինքն մի մասը զիջում ենք, որ մյուսի համար բարեկեցություն ապահովենք։ Այսինքն բնական է Ուկրաինան ցանկանում է, որ ազատագրվի իր ամբողջ տարածքը, Ռուսաստանը ցանկանում է առավելագույնս վերցնի Ուկրաինայից, որտեղ այլապես չի կարող բացատրել իր հասարակությանը, թե ինչու մտավ պատերազմի մեջ ու առավել եւս որ բացահայտվեց, որ իր բանակը այդքան էլ մարտոնակ չի, որ իր բանակի վիճակը խայտառակ է, որ կոռուպցիան կերել է այդ բանակը, շատ հարցեր հասկացավ, շատ բաներ հասկացավ, որ եթե պարտվի իր սահմանով ամբողջ պարագծով բոլորը իրան պահանջներ են ներկայացնելու տարածքային, իսկ ինքը ոգևորված ասում էր դեռ ես պետք է վերականգնեմ խորհրդային միությունը կամ ցարական Ռուսաստանը եւ այս պարագայում բնական է որ կոմպրոմիս լինել չի կարող, կոմպրոմիսը կարող է լինել միայն պարտադրանք, իսկ պարտադրանքը ունի մի ձև, կամ դու օկուպանտի հետ ես թույլին ճնշում ես պարտադրում խաղաղություն, կամ դու այնքան ուժեղ ես, որ ուժեղին ես պարտադրում խաղաղություն օկուպանտին ագրեսորին եւ աշխարհը տեսնում է այդ տեսանկյունից եւ աշխարհը ընդունում է որ Ամերիկան առաջ տարավ ուժի դիրքով արդարություն հաստատելու տարբերակը սա է հարցը բնական է այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա պետքա որոշում կայացնի որ տարբերակով է ինքը շարժվում թե չէ երկու կողմերը առանց պարտադրանքի համաձայնության չեն գալու պատերազմը շարունակվելու Սպիտակ տունը Պուտինի եւ Տրամփի հեռախոսազրույցից հետո հայտարարել է Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն, զրույցը տևել է մոտ 2 ժամ, այն արդյունավետ է եղել։ Իդեպ այդ արդյունավետ դրական լինելու մասին հենց Դոնալդ Տրամփը ինքն է հայտարարել։ Նախագահ Պուտինը եւ ես կհանդիպենք Բուդապեշտում, տեսնելու թե կարող ենք այս տխրահարճակ պատերազմն ավարտին հասցնել։ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Դոնալդ Տրամփը։
Իդեպ սպիտակ տնից ասին հաջորդ շաբաթ, բայց խոսքեր գնում, որ կարող է դա լինի 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է եւ հաջորդ շաբաթը լինի, կարող է 2 շաբաթվա ընթացքում։ Իսկ հիմա շարունակությունը նայենք, որովհետեւ դա շատ կարեւոր իրադարձություն է աշխարհի համար։ Դոնալդ Թրամփը սպիտակ տանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ինչ է ասում։ Մեզ էլ են տոմահավքներ պետք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Մենք շատ ունենք դրանցից, բայց մեզ դրանք պետք են։ Մենք չենք կարող հյուծել մեր երկիրը։ Դրանք շատ կարևոր են, դրանք շատ հզոր են, դրանք շատ ճշգրիտ են, դրանք շատ լավն են, բայց դրանք մեզ էլ են պետք։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք մենք անել դրա հետ կապված։ Իդեպ Պուտինից հետո դե պարզ է, որ Պուտինի հմայքը անմիջապես գերում է, որովհետև Պուտինի հետ խոսալուց հետո միանգամից չես ասի, հեսա դնում եմ տոմահավքով հարված եմ, էլի, որովհետև դե Պուտինի հետ ես խոսել։ Բայց կարծում եմ, որ այդ ազդեցությունը կամաց կանցնի Դոնալդ Թրամփի մոտ եւ ինքը ավելի ռադիկալ ձևով կտրամադրվի Պուտինի հետ խոսելու, իսկ ինչ վերաբերում է որ տոմահավքները նաեւ Ամերիկային են պետք, տենաս ում դեմ կռվելու համար են պետք։ Այդ հրթիռները բացի հաջող փորձարկելը, բացի ուրիշներին վաճառելը, բացի որևէ տեղ գործողություն կատարելը, Ամերիկայի ում հետ է, ում է պետք, ով է Ամերիկայի վրա հարձակվելու։ Եթե Ամերիկայի վրա ինչ-որ մեկը բախտը փորձի հարձակվի, հաստատ տամագավկով դեմը չես առնի։ Պետք է որ Դոնալդ Թրամփը այդ մասին իմանար, որովհետև ես նույն խոսքը ինքը ասում էր նաև հայմարսների ժամանակ, երբ որ ասում էր Ուկրաինային տալիս ենք պայեստը դատարկում ենք, հայմարսները տալիս ենք Ուկրաինային։ Մտածում ես հայմարսը քանի կիլոմետր է թռնում, տենաս ինքը ումից է վտանգ սպառնում, Մեքսիկայից են խփելու իրան, Ատլանտյան օվկիանոսից, խաղաղից, թե Կանադայից, որ ինքը հայմարսով պետք է ինչ-որ գործողություններ կատարի, դա էլ էր փորձարկելու եւ վաճառելու համար, ուրիշ ինչ տարբերակ ուներ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություն կատարելու համար, որտեղ երկրի սահմանների ներսում հազիվ թե որևէ մեկը պատրաստվում է Միացյալ Նահանգների վրա հարձակվել։ Բայց սա ուղղակի ասում է նրա համար, որ այդքան հեշտ չէ, որ դա տանք։ Մեզ էլ է պետք, մեծ դժվարությամբ պետք է այդ որոշումը կայացնենք։ Թրամփը նշել է, որ հարցրել է Պուտինին տոմահավքների մասին։ Ես Պուտինին ասացի, դուք չեք առարկի, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար տոմահավք տամ։ Նրան դուր չի եկել այդ միտքը։ Իդեպ ասեմ, այս հարցում ես վստահ եմ, որ Դոնալդ Թրամփը իր ուժն է ցուցադրել, ոչ թե խորհուրդ է հարցրել կամ թույլտվություն է խնդրել Պուտինից, որտեղ ինքը ինչ որտեղ նաև սենց ազարտի մեջ է անգե, որ ինքը արդեն կարող է ճնշել Ռուսաստանին։ Մեջի վախը կոտրում է, էլի Պուտինի նկատմամբ։ Այսինքն ինքը նախ չի պատրաստը մի քանի հազար տոմահավք տա, ու այնպես էլ չի, որ մարդ որն ասում է մեզ էլ է պետք, հետո վերցնի մի քանի հազար տա։ Բայց հարցը դա չի, հարցը նա է, որ նա ուղղակի ուզում է ցույց տա, որ տես, հա, կարամ մի քանի հազարն էլ տամ ու քո երկրից բան չի մնա։ Ու հարցը նա չի, թե ինչ հեռահարության վրա կխփի, համարենք մինչև 2500 կիլոմետր, արդյունավետ հարձակման խոցելու համար թող լինի 2000 կիլոմետր, որ չնայած շատ ճշգրիտ հարվածող է, դրա մասին չի, բայց ճիշտ ձևով այն մասերը շարքից անես, որից հենց Ուկրաինայի վրա հարձակվում են, բացի նայած էլ եվրոպական մասը Ռուսաստանի թիրախավորելուց հետո ով է որոշում կայացնելու արևելյան մասի համար։ Որոշումները կայացվում են արևմտյան մասում։ Իսկ դա լրիվ բավարար է հարցը լուծելու։ Բայց սա ավելի շատ ինքը ասում է նրա համար, որ տես, հա, այն չանես, ես դրանք տամ։ Իսկ դա շանտաժի վատ ձև չի, թող որ ինքը այնուամենայնիվ հասկանա, որ այո, Իրանից վախենում են։ Կարող է այնքան ինքը տեսնի, որ Պուտինն Իրանից իսկապես վախենում է, դրանից իր մեջի վախը դուրս գա։ Միակ հույսը դա է մնացել։ Որտեղ հիմա Պուտինը տոմահավքների դեմ ոչ մի հակաօդային պաշտպանության համակարգ չունի։ Դա միայն իր հմայքն է, որով սենց գերել է, էլի, որ ասել են Պուտինը շատ ուժեղ է, ախր ոնց կարելի է նրան խփել։ Ախր շատ ուժեղ է Պուտինը։ Ժողովուրդ ջան, հարցրեք Հայաստանին, էլի։ Այսքան տարի այդ երկրի ազդեցության տակ ենք, մենք չգիտենք ով ինչքան է ուժեղ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ։ Այսօր կհանդիպենք պաշտպանության ընկերությունների ներկայացուցիչների հետ, եւ դրանք հզոր զենքի արտադրողներ են, որոնք անշուշտ կարող են ամրապնդել մեր պաշտպանությունը։ Մասնավորապես մենք կքննարկենք հոբ համակարգերի լրացուցիչ մատակարարումները, նշել է Զելենսկին։
Վաղը նախատեսված է հանդիպում նախագահ Տրամփի հետ եւ հուսով ենք, որ ահաբեկչության եւ պատերազմի զսպման խթանը, որն արդյունավետ է եղել Մերձավոր Արևելքում, կօգնի ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, հայտարարել է Զելենսկին։ Իդեպ Դոնալդ Տրամփն էլ այդ հանդիպմանը անդրադարձել։ Վաղը նախագահ Զելենսկին եւ ես կհանդիպենք Օվալաձև աշխատասենյակում քննարկելու համար նախագահ Պուտինի հետ իմ զրույցը եւ շատ այլ հարցեր։ Ըստ իս այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ Իդեպ նաեւ մենք չմոռանանք, որ մեր Հայաստանում առավոտից երեկո այդպես նախապատրաստվում են ընտրությունների եւ այդ երկու թևերը իշխանություն եւ ռուսամետ ընդդիմություն, այդ իրանց պայքարի ամբողջ տրամաբանությունը Ռուսաստանի շահերի սպասարկելն է։ Ոչ մի վարքյան դրա մասին չպետք է մոռանալ եւ պարբերաբար դրա մասին պետք է հիշեցնենք։ Չունենալով հզոր արևմտյան այլընտրանք նշանակում է երկիրը ընտրություն է կատարում Ռուսաստանի ուղղությամբ, ով ավելի շատ շահերը կսպասարկի, իսկ Ռուսաստանը այսօր տեսնում եք, Ռուսաստանի ճակատագիրը կախված է Տրամփի ագրեսիայից կամ Տրամփի բարեհաճությունից, որոշողը Ռուսաստանը չի, իսկ մենք համարում ենք որոշողը Ռուսաստանն է, արևմուտքի հետ շփվենք Ռուսաստանի պրիզմայով, ավելի անտրամաբանական բան պատկերացնում եք։ Ռուսաստանը եթե հաղթում է արևմուտքի օգնությամբ, Հայաստանը որպես անկախ պետություն գոյություն չի ունենա։ Ռուսաստանը եթե պարտվում է արևմուտքի ճնշումով, Հայաստանին պետք է ասեն, բա դու ինչ էիր քեզ կոտորում Ռուսաստանի համար։ Ինչ տնտեսական հաջողություններից էիր խոսում։ Ինչ Շանհայի համագործակցությունից եւ այլ, բոլորը չթվարկեմ։ Այսինքն մեզ համար ավելի քան կարևոր է այս պատերազմը, եթե նույնիսկ մեր տարածքում այն չի իրականացվում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին։ Ռուսաստանը տամահավ քրթիռների հնարավոր մատակարարումն Ուկրաինային կընկալի որպես թշնամական քայլ։ Դա զգալիորեն կբարձրացնի անվտանգության ռիսկերը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Իրանք ուղղակի սարսափած են տամահավքով։ Պուտինն ասում է դա ռազմական թաթերաբեմում ոչ մի փոփոխություն չի մտցնի, բայց դե լավ չի որ տակ, մեկը հարցնի։ Ոչ մի փոփոխություն չի մտցնում, տամահավքն էլ տված չի։ Բայց ինչ ես անում հիմա։ Ինչով է զբաղված հիմա Ուկրաինայում։ Չես տեսնում, որ որտեղ ես հետ քաշվում։ Չես տեսնում, որ շրջափակման մեջ ես ընկնում։ Չես տեսնում, որ մարդաքանակով ուզում ես առաջ գնաս։ Բարիս բուն իմաստով դնում մարդկանց կոտորում ես։ Չի երևում դա։ Այլևս թաքցնել դա հնարավոր չի։ Բոլորը գիտեն։ Ու նեցել ասում է տամահավկը բան չի փոխի։ Հա մտ համարած տամահավկը ինչ է իրանում, որ հիմա տամահավկը բան չփոխի։ Այսինքն դրանով ում ես խափում։ Եթե ում ես ինքդ քեզ խափես, այդ ուրիշ բան, բայց հազիվ թե որևէ մեկը հավատում է դրան։ Եվ շատ լավ գիտես, որ դա բան կփոխի։ Անկամ անունը հնչեցնելն արդեն ձեր մոտ բանա փոխ է։ Անկամ վախից պատրաստ եք զիջումների գնալ, ուր մնաց մի հատ մռութների տուտ եք հարված։ Իսկ հիմա մենք նայենք, երբ որ խոսում ենք նրա մասին, որ աշխարհակարգ, փոփոխություններ, հազարամյա բաներ, ուժի դիրքից աշխարհ վերաձևեր եւ այլ, անկայուն աշխարհ, որ անպայման պետքա զինվել, ունենալ մարտունակ բանակ, որը որ շատ սերտ համագործակցի հատկապես արևմտյան կառույցների հետ, անկախ նայած զենքումից կստանա, որտեղ մենք նաեւ պետք է նորմալ ձևով, բացի վարժանքը նորմալ ձևով ստանանք եւ կրթություն եւ ինֆորմացիա այդ ուղղությամբ եւ նաեւ հասկանան, որ մենք գործընկեր ենք արևմտյան ստրուկտուրաների նաեւ անվտանգային, բայց հիմա ինչպես տեսնում ենք, այն Ադրբեջանը, որը ոնց որ թե մեզ խաղաղություն է խոստացել, այդ Ադրբեջանը շարունակում է զինվել եւ զինվելը համարում է մարտական պատրաստվածությունը համարում է նրա քաղաքական կշռի բարձրացում։ Բա մի հատ հարց է ծագում, այդ ոնց Որքան հասկանում եմ Նիկոլ Փաշինյանը չի ասում ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ասում է եկել եմ ձեզ ասեմ, որ Ալիևի կողմից ձեզ խաղաղություն եմ բերել։ Խաղաղությունը Ալիևն է խոստացել։ Որտեղ ինքը իրանով ոնց պետք է խոստանար։ Ինքը իրանով ասում է եթե յուղերը չտանք կհարցակվեն ավելի շատ կվերցնեն։ Ինքը իրանով ասում է ճանապարհով գնում են կարմիր զգեստով, բա որ հանկարծ ցելերը հարցակվեն։ Ինչի մոռացել ենք դա։ Ինքը իրանով ասում է, եթե նույն խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չի։ Տեսեք, քանի երկիր է խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց պատերազմը սկսվել որոշ ժամանակ հետո։
Այսինքն մեզ ասում է հավատացեք Ալիևին, ժողովուրդ ջան, դուք հավատում եք Ալիևին, կամ ըթամ դուք Փաշինյանին հավատում եք, մնաց Ալիևին հավատաք։ Հիմա նայենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստուգել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը եւ ապահովվածությունը։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոսել է Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված բանակաշինության հաջող բարեփոխումների մասին եւ նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Եվ նշել Ադրբեջանի աճող հեղինակությունը միջազգային, որը ձեռք է բերվել պետության ղեկավարի կողմից հեղինակավոր միջոցառումների ժամանակ ադրբեջանական ժողովրդի շահերի եւ դիրքորոշման վճռական պաշտպանության շնորհիվ։ Որ առավոտից Իրիգո Ալիևն ասում է, այդքան խաղաղ բանակցությունը ոչինչ չտվեց, հարցը ես լուծեցի պատերազմի միջոցով, բայց քանի որ հարցը պատերազմի միջոցով Միսկի խումբը կատեգորիկ դրան դեմ էր եւ ասում էր չի կարելի հարցը լուծել ուժով կամ ուժի սպառնալիքով, դրա համար Ալիևին պետք է որ այդ կառույցը գոնե ֆիզիկապես եթե անգամ գոյություն ունի, թղթի վրա գոյություն ունի, դա էլ չունենա, որպեսզի որևէ մեկը իրան չասի, բայց չէ որ Միսկի խումբը, երբ որ դու հարձակվեցիր 44 օրյա պատերազմը սկսվեց, այդ ժամանակ Միսկի խումբը գործում էր եւ այդ ժամանակ դուք ընդունել էիք խաղի կանոնները, որ չի կարելի ուժով եւ ուժի սպառնալիքով տարածքային հարցեր լուծել։ Դա մենակ պետք է լուծվել բանակցային ճանապարհով։ Այսինքն քեզ պետք է դատապարտեն այն ժամանակվա որոշումներով, որտեղ այդ ժամանակ այդ կառույցը լուծարված չէր։ Բայց քանի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի շահերն է սպասարկում, ինքը սիրահարժար համաձայնվեց, ասեց՝ դե հա, եթե Արցախի հարցը լուծվել է, Միսկի խումբը ինչ են կանում։ Միսկի խումբը այն են կանում, որ դա զսպող գործոն էր։ Ադրբեջանը գնացել է ագրեսիայի, այն դեպքում, երբ որ պարտավորվել էր հարցերը լուծել բանակցային ճանապարհով։ Նա չի ասել հարցը բանակցային ճանապարհով այլևս չի լուծվում, որի պատճառով մենք հարցը կլուծենք պատերազմով եւ պատերազմը հայտարարել է Հայաստանին։ Չկա նման բան։ Նա բանակցության ընթացքում հանկարծակի հարձակվել է, ժողովուրդ ջան։ Եվ դրա համար, որպեսզի եթե ոչ այսօր, ապա վաղը իրան չդատապարտեն դրանով, երբ որ աշխարհակաղակական իրավիճակը կփոխվի, ինքը ասեց այդ դատապարտող կառույցը բերեք լուծարենք, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը խաղում է Ադրբեջանի թիմից։ Այնպես որ սա է, հիմա էլ նրա համար շատ հանգիստ խոսում է, որ պատերազմով ինքը իր հեղինակությունը վերականգնել է, միջազգային հարթակներում արդեն իր այդ այլ ձևի են հաշվի նստում, որպես հաղթանակած ղեկավար։ Բա այդ որ Նիկոլ Փաշինյանը այդ նվերը տվեց Ալիևին, ասեց ես կարայի հողերը հանձնեմ, բայց ես ինչի հանձնեմ, կռվեինք, պարտվեինք որ հանձնեի, որ Ադրբեջանի նախագահը դառնար հաղթանակած բանակի նախագահ, որ այդ հեղինակությամբ ու այդ կշռով աշխարհի հետ հարաբերվեր։ Իսկ եթե մենք չպարտվեինք, մենք անկախություն ձեռք չէինք բերի, որովհետև Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր, որ մենք պետք է լինենք պարտված ու թույլ, որպեսզի մենք անկախություն ձեռք բերենք։ Թե ոնց է դա հնարավոր պատկերացնել, դժվար է պատկերացնել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուղեղից մենք չունենք, դե նա մի հոգի ունի, դա այնպես չի, որ ինչ որ մեկը կարող է այնքան կարդա, որ դառնա այդ չափի անգրագետ։ Հնարավոր չի, դա լուրջ բան է, մարդը ճանապարհ է անցել, ժողովուրդ ջան։ Հիմա հասկացաք չէ, որ Ադրբեջանը բոլոր առումներով իր բոլոր հաջողությունները կապում է ռազմական հաջողության հետ։ Բայց ինքը մեզ խաղաղություն է խոստացել։ Իսկ հիմա նայենք երկու հնդկական նավթի վերամշակման գործարան ամերիկյան խոշոր ExxonMobil-ից գնել են 4 միլիոն բարել գայանական հում նավթ, որը պետք է մատակարարվի 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին, իրենց առաջին ներմուծման շրջանակներում։ Իհարկե, թվում է թե 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին այդ նավթի ձեռքբերումը, հում նավթի ձեռքբերումը, այդ ինչ մի կարևոր ինֆորմացիա է, որ այսօրվանից տարածում են, այսօրվանից տարածում են ու կապ չունի դա երբ են անելու։ Այսօրվանից տարածում են, որ Հնդկաստանը պատրաստական է ոչ միայն հրաժարվել կամաց ռուսական նավթից, թեպետ ասում է դա բխում է մեր շահերից, այլ նաև սկսի ձեռքբերումներ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերություններից։ Սա ուղղակի ավելի շատ քաղաքական հայտարարություն է, ոչ թե 4 միլիոն բարել 2025-ի վերջին կամ 26-ի սկզբին, մի հատ շատ լուրջ կատաստրոֆիկ թիվ է։
կատաստրոֆիկ թիվը դա այդ հայտարարություններ, որ մենք սկսում ենք այսպես, ստեղ կպակասացնենք, ձեր մոտ կավելացնենք։ Դա որպեսի փոխվի բարեհաճությունը Միացյալ Նահանգների, Հնդկաստանի նկատմամբ։ Իսկ հիմա նայենք, մի բան էլ նայենք, թե միջազգային հարթակներում ինչով են զբաղվում մեր հարևանները, իսկ ինչով են զբաղվում մենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագիրը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպումից հետո Իլհամ Ալիևը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերը անցյալում են մնացել։ Ընդգծելով, որ երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել, Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է առաջին հերթին միջանձնային եւ գործարար կապերի, ինչպես նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության վերականգնման զարգացման կարեւորությանը։ Իր հերթին դեսպանը նշել է, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր գլուխ է բացվել եւ խոստացել է ամեն ջանք գործադրել երկկողմ կապերի զարգացման համար։ Իսկ հիմա մի հատ հասկանանք, այդ Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանը չկար։ Ինքն էր, չէ, կարևոր հանդիպումներ ունեցել։ Արդյունքում մենք ինչ ունեցանք այդ կարևոր հանդիպումներից։ Ինչ հետևանք ունեցանք։ Բայց հիմա մենք Ադրբեջանից իմանում ենք, թե ինքը ինչ հանդիպում է ունեցել։ Մի հատ հարց է ծագում, բա ինչի է խնդրեմ առաջացել Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Կարող է պատահաբար այն պատճառով, որ Ֆրանսիան պաշտպանում էր Հայաստանի շահերը։ Եվ այն աշճանի էր պաշտպանում, որ Ալիևն ասում էր չենք հասկանում, հայերից լավ ես պաշտպանում, էլի, դու ավելի հայ ես, քան Հայաստանում, ինչի ես դա անում, էլի, ում դեմ ես անում, ում համար ես անում։ Անընդհատ տենց եւ փորձում էր ասել, ես քո համար խնդրեմ կստեղծեմ ուրիշ տեղերում։ Բայց հիմա ո՞նց եղավ, որ մի քանի րոպե խոսացին ու բոլոր խնդիրները հարթվեց Ֆրանսիայի հետ, մի պարզ պատճառով։ Ալիևը պետք է ասի, ում համար է քեզ կոտորում։ Սրա, որ հետևներիցս քութիկի պես ընկած մանա գալի։ Սրա համար է քեզ կոտորում։ Սրա համար է ճշտամի դառնում Ադրբեջանին։ Այսինքն այն խնդրեմը, որը առաջացել է Ֆրանսիա-Ադրբեջան, խնդրեմը վերացել է, որովհետև Հայաստանը հիմա ավելի սերտ է համագործակցում Ադրբեջանի հետ, քան երբևէ կարելի է պատկերացնել որևէ այլ պետության հետ։ Բա իրոք չկա այդ խնդրեմը։ Բա դուք չեք զգում, որ նույնիսկ եթե շատ ջերմ հանդիպում են Մակրոնն ու Փաշինյանը, այն առաջվա այն ջերմությունը չկա, գործողությունների չկա, ոչ թե այդ սիրալի իրար հետ նկարվել։ Դե դա խնդրեմ չի։ Դուք զգում եք, որ մի տեսակ երկրորդ պլան ամաղվե Ֆրանսիան, ու պատճառը նա չի, որ նա քաղաքական ճգնաժամ կա իր մոտ։ Պատճառը նա չի, որ դժվարությամբ հաղթարում ճգնաժամը։ Պատճառը նա չի, որ ընդամենը 2 տարի մնացել պաշտոնավարման ավարտին, ու հիմա երբ որ խնդիրներ ունի նաև պարլամենտի հետ, դժվարություններ ունի։ Դա խանգարում է, որ Էմանուել Մակրոնը շատ ակտիվ ու ագրեսիվ ձևով մասնակցի նոր աշխարհակարգի ձևավորմանը, շատ կոշտ սանկցիաներ կիրառելուն պատրաստ են Իրանի նկատմամբ, Ռուսաստանի նկատմամբ, շատ լուրջ ձևով աջակցի Ուկրաինային, շատ լուրջ ձևով նախաձեռնություններ հանդես բերեն ակտիվ եռյակը Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա։ Այսինքն որևէ ձևով դուք արտաքին քաղաքական տիրույթում Մակրոնի դերը փոքրանալը տեսել եք, նույնիսկ երբ որ երկրի ներսում շատ մեծ դժգոհություններ կա, նույնիսկ երբ որ երկրի ներսում արդեն կարող է հարցումներ անեն եւ ինքը ամենահեղինակավոր ֆրանսիացիների ցուցակում շատ լրջորեն տեղը զիջի։ Միևնույնն է, նա աշխարհակաղակական հարցերում շատ լուրջ դերակատարություն ունի, ու ինչու՞ նա մենք Հայաստանում դա չենք տեսնում։ Չենք տեսնում, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ ընկեր ջան, դուք բոլորի հետ խաղեր եք տալի։ Այդ մենք ենք ցանկանում Հայաստանի հետ լավ լինենք, ոնց որ Հայաստանը առանձնապես իրան չի կոտորում Եվրոպայի հետ լավ լինի։ Քանի անգամ Հայաստանից հասկացրեցին, որ այո, կգանք կհասնենք մի դիրքի, նոր կորոշենք Եվրամիություն գալիս ենք թե չէ։ Եթե չգանք էլ Եվրամիության մոդելի պետություն կլինենք։ Այո, շատ լավ Եվրամիության մոդելի պետություն կլինես Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցելուց կամ ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում, կամ 102-րդ բազայի ներկայությամբ, կամ 3 գումարած 3 տարածաշրջանային հարթակը կարևորելով։ Իհարկե, լրիվ եվրոպական պետություն ես։ Կարող է մի հատ այդ տեղափոխենք տանենք Շվեյցարիայի կողքը դնենք։
Եվ սա նաև հարցը նրանում է, որ ցավալիորեն մենք այս ամեն ինչը իմանում ենք Ադրբեջանի վարքագծից, թե ոնց տարաձայնությունները հաղթեց Ֆրանսիայի հետ։ Հիշում եք քանի տարի էր գնում։ Հիշում եք ինչ ապակայունացումներ էր անում անդրծովյան տարածքներում։ Հիշում եք ինչեր էր անում Ֆրանսիայի հետ կապված։ Ու դրան բավարար էր մի քանի րոպե զրույցը։ Ուրեմն հիմքն է վերացել, ուշադրություն դարձրեք։ Դրա համար երբ որ դրսում ուսումնասիրում ենք, թե ինչ է կատարվում, այդ ամեն ինչը վերաբերվում է մեզ։ Այսօր Facebook-ը մի բան հիշեցրեց, հոկտեմբերի 10-ն է, չէ՞, այսօր 2025 թվական, 2020 թվականի հոկտեմբերի 17-ին դեռ պատերազմի ընթեր ժամանակներ։ 44 տարվա պատերազմի թեժ ժամանակներ։ Դրա հետ կապված մի հատ ստատուս ունեի գրած, դա էր հիշացրել, ձեզ ներկայացնեմ ու եթե ժամանակ մնա կշարունակենք։ Ուրեմն Բերանն առնոտ մարդակերը են անբան 1000 տարում հազիվ դարավ մարդասպան։ Սա Հովհաննես Թումանյանի հայտնի խոսքերն են։ Եվ բնական բանա հասկանում ենք, որ ինքը դա ընդունում է թուրքերի նկատմամբ այդ վերաբերմունքը, որ մարդակերը հազիվ դարել է մարդասպան։ Այդքան առաջ է գնացել։ Իսկ դուք նրան արդեն համարում եք բարեկամ, սիրտներդ ու երկիրը բացում եք նրանց առաջ։ Իսկ հիմա նայենք, պատերազմական այս օրերին ոմանք ծանր տարան լուրն այն մասին, որ մեր բժիշկները վիրահատել են թշնամու ռազմագերուն, այն դեպքում, երբ ադրբեջանցիները մեր գերիներին խոշտանգում են ու այդ կադրերը տարածում իլուր աշխարհի։ Զերծ չմնացին անգամ զորուգիշեր մեր զինվորների կյանքը փրկող բժիշկներին քննադատելուց։ Ինչու՞, մենք էլ նրանց պես չենք վարվում։ Սա ինչ չարդարացված մարդասիրություն է։ Հարցն ունի միանշանակ պատասխան, որովհետև մենք թուրք չենք։ Որովհետև հայ զինվորը զենքը ձեռքին պաշտպանում է մեր ավետյաց երկիրը, մեր քաղաքակրթական ձեռքբերումները 21-րդ դարի վայրի ցեղերից։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն ավարտած ՄԳԻՄ-ն, բարբարոս ցեղապետ Իլհամից։ Եթե հաղթելու ընթացքում վերածվելու ենք թուրքի, ել ինչու ենք կռվում, միանգամից միավորվենք ու հաշտ ու խաղաղ ապրենք։ Ինչպես տեսնում եք, հաղթելը չհաղթեցինք, բայց խաղաղ պայմաններում Նիկոլ Փաշինյանը 5 տարվա մեջ մեզ դարձնում է թուրք եւ ասում է այդ դեպքում դուք իրոք խնդրեմ չեք ունենա։ Եթե նմանվեք, եթե նույն հավասարության նշան դրվի, ինչ խնդրեմ կա։ Ինչ է տալի մեզ, որ մենք հայ ենք եւ մենք ունենք մեր առանձնահատկությունը։ Այդ ինչ պատմական բաների հետևից է կնգե։ Իրական Հայաստանը ռեգիոնալ քաղաքականությունն է, Թուրքի ոտքերն ընկնել ու ադրբեջանցու։ Հիմա շարունակենք այն ինչ որ ասվել է այն ժամանակ։ Երբ Իտալիայի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին ծանր վիրավորվել էր, ու եթե նրան լուրջ բժշկական աջակցություն չցուցաբերվեր, ապա առնվազն կկորցներ ոտքը, դիմեցին այն ժամանակ Գերմանիայում գտնվող ռուս անվանի վիրաբույժ Պիրագովին։ Նա հասավ օգնության ու գործնականում փրկեց ոչ միայն ոտքը, հավանաբար կյանքը, հայտնի հեղափոխական, այլ նաև հավանաբար կյանքը հայտնի հեղափոխականի։ Բացի այդ, հենց իր հորդորով Գարիբալդիին ազատեցին կալանքից։ Երբ իմացան, թե անհանգիստ Եվրոպայի որ ճանապարհներով է անցնելու Նիկոլայ Իվանովիչը, ամենավտանգավոր տեղամասում մի որոշ ժամանակ հակամարտող կողմերը կրակը դադարեցրեցին, որպեսզի Պիրագովն ապահով անցներ ու հասներ իր հիվանդին։ Այս սա է մարդասիրությունը, պատերազմի չգրված օրենքը, որքան էլ որ պատերազմ եւ հումանիզմ բառերը դժվար լինի մեկտեղելը։ Ներողություն։ Թեպետ իրենց հերոսին բուժելու համար հանգանակություն էր կազմակերպվել, սակայն Պիրագովն իր մատուցած ծառայության դիմաց հրաժարվեց գումարից, քանի որ դա արել էր մարդասիրությունից դրդված։ Մինչդեռ այնպես չէ, որ նրան քննադատողների պակաս կար Գարիբալդիին օգնության հասնելու համար։ Դուք պատկերացնում եք, չէ, ռազմական գործողությունը հակամարտող կողմերը դադարեցնում են, ասում են բժիշկը գնում է հիվանդի մոտ։ Այդպիսի ժամանակներ ենք տեսել մենք։
Իսկ այդ դեպքից շուրջ 1.5 դար անց Ադրբեջանի մարդակերներն ուղիղ նշանառության տակ են առնում մեր հիվանդանոցը։ Չգիտես, չասես ինչի՞դ է պետք գերճշգրիտ զինատեսակը, երբ այդպես էլ մնացել ես քարանձավային մակարդակի։ Եվ սա ինչի համար նաև պետք է հիշել, որտեղ Facebook-ը հիշացնում է, բայց մենք էլ պետք է հիշենք, որտեղ մեզ անենց կոսմիկական արագությամբ են պարտադրում այս մարդակերների հետ եղբայրանալ, որ ուղղակի ապշում ես, ասում ես Տեր Աստված, հիշողություն են կորցրել, թե բարոյականություն են կորցրել, թե բարոյականություն ընդհանրապես չեն ունեցել, որտեղ դա անես բան չի, որ ունենաս ու կորցնես, կամ ունես, կամ չունես։ Շատերն են հիշում այն հայտնի պատմությունը, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին երբ բերել են երկրի բյուջեի նախագիծը ուսումնասիրելու համար, թերթելով փաստաթուղթը նա հարցրել է. իսկ ուր են մշակույթի ծախսերը։ Պատասխանել են, թե ախր պատերազմը ինչ մշակույթ։ Իսկ լեգենդար վարչապետի հանդիմանությունը դիպուկ էր ու տպավորիչ։ Եթե չկա մշակույթ, այդ դեպքում ինչի համար ենք պատերազմում։ Պետք է հստակ գիտակցել մի բան, որ եթե պատերազմի պատճառով կորցնում ես մարդկային կերպդ, հազիվ թե այն վերագտնես խաղաղ ժամանակ։ Եվ վերջապես, երբ արյան համը քեզ դուր է գալիս, իսկ պատերազմն ավարտվել է, միշտ էլ գտնում ես հարմար առիթ այն թափելու երկրի ներսում ու դրա համար հարմար հիմնավորում ներկայացնելու։ Այո, սիրելի հայրենակիցներ ջան, մեր երկրի ներսում մարդիկ կան, որոնք արյան համը տեսել են։ Արյան համը տեսել են, նաև տեսել են որպես բիզնես, թե ինչպիսի փողերա դրանից գալ։ Բացի դրանից, պատերազմի անվերահսկելու իրավիճակի պարագայում լավ էլ ձեռք են բերել զենքեր զինատեսակներ, որոնք բերել են լավ էլ ապահով ձևով թաքցրել են Երևանում կամ Հայաստանի տարբեր վայրերում։ Պարբերաբար դրանք ի հայտ են գալիս, չէ՞։ Ամենակարևորը թափել ես արուն եւ դրա դիմաց փող ես ստացել, հիմա կգազ երկրի ներսում ինչ որ մեկին կհայտարարես թուրք, իսկ թուրքին սպանելու ձևերը դու գիտես։ Ու պատահական չի, չէ՞ որ երկու կողմերը պարբերաբար իրան թուրք են ասում։ Եվ դրանով արդարացնում նրանց նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները։ Այնպես չի, որ այդ արուն թափողները արդար են լինելու երկրի ներսում, որ ասեն դե լավ ուրիշ ձևով իշխանություն չի փոխվում, գոնե արյուն թափելով իշխանություն փոխենք, ոչ ժողովուրդ ջան։ Եթե մի ուժ, մի խմբակ 50 ավտոմատով իշխանություն կարողանա փոխի, միշտ կգտնվի 60 ավտոմատ, որը կհայտնվի մեկ ուրիշ խմբակի ձեռքում։ Որտեղ դու պետք է իմանաս, իսկ այդ խմբակը հանրության շահերն արտահայտում է, իսկ մեր հասարակությունը այսօր մտածում է, ով հաղթեց, նա էլ պետք է շարունակի, ով գահընկեց արեց, նա էլ պետք է շարունակի։ Միակ պատահական բախտախնդիր, որին աճացրել էր Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը եկավ ասեց, ես եմ գահընկեց արել Սերժ Սարգսյանին, ուրեմն ես պետք է լինեմ։ Վաղ այնքան ինքը զզվացրեց իրան, որ մի անգամ ես մի առիթով ասի, եթե կայծակը հարվածի Փաշինյանին աթոռին չորացնի, մեր ժողովուրդը կգնա կայծակին կընտրի վարչապետ։ Կասի կարում եք դուք անեիք։ Չէ որ կայծակն է նրան պաշտոնից զրկել, կայծակն էլ պետք է լինի մեր վարչապետ։ Այո ժողովուրդ ջան, խայտարակություն է դա, որ մեր մոտ այդ պատկերացումն է։ Այսինքն եթե Հրշեջը կյանքը թեկուզ վտանգելով գնացել մեկի տունը հանգցրել է կրակը, այդ տունը նա պետք է վերցնի իրան, բա իհարկե։ Բայց եթե չհանգցներ, կայրվեր մինչև վերջ։ Եթե չի այրվել մինչև վերջ, ուրեմն այդ տունը իր սեփականությունն է։ Այ մենք այս լոգիկայով ենք ապրում։ Եթե մարդը քեզ բուժեց, կյանքդ փրկեց, ուրեմն ոչ թե դրա համար դու պետք է նրան վճարես կամ մեծարես, որ նա կյանքդ փրկեց, այլ դու պետք է դառնաս իր ստրուկը, ինքը տանելու է քեզ իր այգում աշխատացնի։ Դուք ձեր հետ կապված տենց չեք վարվի, պետության հետ կապված տենց վարվեցիք, որովհետև պետությունը ձերը չեք համարում։ Ձեր կյանքի, ձեր առողջության, ձեր ընտանիքի, ձեր գույքի նկատմամբ այդպես չեք վարվի։ Բայց պետության հետ կապված ասում, բանին, Սերժ Սարգսյանից Փաշինյանն է փրկել, բա ինքը պետք է լինի, բա ով պետք է լինի։ Ինչ անենք, որ ինքը ոչ մի բանից բան չի հասկանում։ Ջոջանիկը 7 տարի հետո էլ չի հասկանում։ 70 տարի հետո էլ չի հասկանալու։ Չի հասկանալու։ Այդ մարդը այդ կերպարն է։
Այդ աշճանի անպատասխանատու կարելի է լինել, որ ընդհանրապես բարոյական նորմեր չունենալ։ Որտեղ մեկ ուրիշ մարդ է ինչի ռիսկի չի դիմում շատ դեպքերում։ Ասում է բավար ասում ենք ատոմակայանի ճանապարհը փակենք, այն հայտնի օրերը հեղափոխության։ Բավար հանկարծ մի հատ վթար լինի, բավար չգիտես ինչ լինի, բավար էս լինի, բավար են լինի։ Օթանավակայանի ճանապարհը փակեք։ Հերն էլ անեցած թե ով կգնա, ով չի գնա, դե մարդիկ ոնց են իրերը քաշտալով գնում ու չգիտես ինչ կարողա տեղի ունենա։ Շտապօգնության մեքենաները չէին կարողանում անցնել։ Իհարկե բարեբախտաբար շատ դուրս վտանգներ չեն եղել, բայց ամենամեծ վտանգը անպատասխանատու մարդը, երբ նստում է ամենապատասխանատու աթոռին։ Ամենամեծ վտանգը, երբ որ մի պուճուր մարդ նստում է մեծ աթոռի։ Ժողովուրդ ջան, դրանից մեծ վտանգ դուք գիտեք։ Դրանից մեծ վտանգը նույնիսկ անցով, անօվկիանոս Հայաստանի համար ցունամին չի, որտեղ ցունամին որ խփում է, գոնե հետ է գնում, նորից վերականգնում են ինչ որ մի բան։ Փաշինյանից հետո վերականգնելը շատ դժվար է, ժողովուրդ ջան, հոգեբանություն են փոխում մարդկանց մեջ։ Ասում են քո հետ ինչ կատարվի գնա ծափուտի ծաղով ֆրֆռա։ Ինչի հետևից ես ընկե։ Ինչ որ ինչ ա եղել, ինչ պետք է վատ բան լինի քեզ որ։ Հիմա էլ թուրքի տիրապետության տակ կլնես կամ ադրբեջանցու կամ ռուսի կամ պարսիկի ինչ ա խանգարում, կապրես էլի, ինչ խնդրեմ է։ Մեզ ամենուր դրան են չէ տրամադրում։ Ու այն մարդիկ ովքեր չեն հաշտվում դրան, ասում են ինչ ա քեզ պատահել, ինչ ա քո ուզածը։ Ժողովուրդ, ինչ կլինի հետաքրքիր է իմ ուզածը։ Եթե ուզում եմ ունենամ նորմալ պետություն, ինչ կլինի իմ ուզածը։ Թույլ չպետք տանք, որպեսզի մեր մեջ մի քանի տարվա ընթացքում փոխեն հոգեբանություն, ժողովուրդ ջան։ Հազարամյակներով հայ գենը չի փոխվել։ Հազարամյակներով ստուգում են, ասում են հայ գենը չի փոխվել, եկել ասել է։ Մի քանի տարվա ընթացքում փողով հայ գեն են փոխում, ժողովուրդ ջան։ Չեք ուզում հասկանանք ինչ է կատարվում։ Թե այդ աշճանի անտարբեր ենք ամեն ինչի նկատմամբ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։